1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանությունը խլեց շուրջ 1,5 միլիոն հայերի կյանք։ Ավելի քան մեկ դարյա վաղեմության վերքերը այսօր էլ չեն սպիանում։ Սերնդեսերունդ փոխանցվող հիշողությունն էլ հարցը շարունակում է պահել օրակարգում։ Ինչպես է ցեղասպանության փաստը ընկալվում նոր սերնդի ներկայացուցիչների կողմից, ինչ փոփոխություններ կան մեկդարյա իրադարձությունների ընկալման ու վերլուծության մեջ։ Մասսայականություն կա, որ չեն հասկանում, ուղղակի պիտի մի քիչ մեծերի հետ շփվեն, տենց այս ապրիլի 24-ի համար պիտի ձևակերպեն ինչ-որ միջոցառումներ, բաներ, գնա ծիծեռնակաբեր։ Նոր սերունդը կարծում եմ ես թե շփվում եմ տարիքով փոքր սերնդի հետ, թե բարձր սերնդի հետ, ամեն դեպքում մենք դաստիարակվել ենք այդ պատմությունով ու շարունակում ենք պահել ու պահպանել այն, ինքս փոխանցելով նոր սերնդին, թե իմ տղային, ով առաջին դասարանի դպրոցական երեխա է, փորձում եմ արդեն իսկ ցույց տալ, պատմել պատմությունը։ Դա կրթական ծրագրին է վերաբերում, մենք գիտենք ինչ է տեղի ունենում, որ անգամ երբեմն մտածում ես, որ ընդհանրապես ծրագիր չլինի, գուցե ավելի լավ է, որովհետև պատմությունը աղավաղված է, շարունակում է աղավաղվել, եւ դաստիարակությունը, որտեղ կրթական համակարգի առաջին նպատակը դա դաստիարակելն է։ Արդեն կրթությունը ինքս ինքյան գալիս է, ինչպիսի մարդ ես, ինչպիսի քաղաքացի ես դաստիարակում, ինչպիսի հայ ես դաստիարակում։ Կրթական համակարգ, ընտանիք եւ սոցիալական մեդիա փորձագետների կարծիքով հենց այս սկզբնաղբյուրներն են երիտասարդների մոտ ընկալում ու դիրքորոշում ձևավորում։ Ու շատ հաճախ հենց այստեղ էլ առաջանում են բացերը։ Մերօրյա երիտասարդները գիտեն փաստերը, բայց գրեթե անտեղյակ են պատմական խորքերին։ Չկա բավարար կապ անձնական պատմությունների, վկայությունների հետ։ Հաջորդ կարևոր խնդիրը տեղեկատվության արդիական ներկայացման պակասն է։ Երիտասարդները նշում են, որ թեման հաճախ ներկայացվում է նույն ձևաչափով առանց նոր մեդիա լեզվի, ինչի արդյունքում հետաքրքրությունը նվազում է։ Բնականաբար արդեն կրթական հատվածը պիտի նման պահպանությամբ զբաղվի, որպեսզի երևի թե առավել ամուր լինի այդ կապը անցյալի եւ ապագայի հետ։ Մենք որ այսօր այսքան փոքր դեպուս անդամահատված մնացել ենք, դա հրաշք է, որևէ ազգություն չէր կարող։ Այդքան փորձություններից հետո եւ անդադ քեզ վերացնում են ծրագրված, վերացնում են, դու էլի մնացել ես։ Եվ երիտասարդությունը պետք է իսկապես այդ սպառողական միայն հաճույքներ, ամեն ինչ իր տեղը ունի, ուրախությունն էլ շատ կարևոր է, բայց պետք է լրջանա։ Այսպիսով երիտասարդների համար հայոց ցեղասպանությունը մնում է ինքնության կարևոր մաս, սակայն ընկալման մեջ դեռ կան բացեր, խորքային պատմությունների պակաս, ժամանակակից ներկայացման խնդիր եւ քննադատական մտածողության զարգացում։ Հենց այս բացերը լրացնելն էլ կարող է դառնալ հաջորդ սերնդի կարևորագույն առաքելություններից մեկը։ Քնարիկ Պետրոսյան, Վարամ Աբոյան, ժամը լրատվական։